Լիքը շշեր են ջարդած, են դուրն են ջարդել, այն դուրը, ապակին են ջարդել, մի 2-3 հատ ասեցի մեքենա կար, այդ մեքենաներն են վնասել։ Հանրապետություն Թումանյան խաչմերուկում դեռ թարմ են հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ֆուտբոլային երկրպագուների մասնակցության պանկարկությունների հետքերը։ Ջարդված դուռ, կոտրված լուսամուտ ու ամբողջ փողոցով մեկ թափված ապակու բեկորներ։ Մայրաքաղաքի կենտրոնը բախումների թաթերաբեմի էր վերածվել անցած շաբաթ Հայաստանի չեմպիոն Նովայի ու լեհական Լեգիայի հանդիպումից հետո։ Փողոցներում սակայն ոչ թե հայերն ու լեհերն էին հաշիվներ պարզում, այլս տականատեսների ռուսաստանցիներն էին լեհերի վրա հարձակվում։ Անկարգություններից հետո Հայաստանի քննչական կոմիտեն մի խումբ անձանց կողմից խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հոդվածներով վարույթ է նախաձեռնել։ Այն, որ ծեծկրտուքի մեջ Ռուսաստանի քաղաքացիների մատն է խառը, հաստատում է նաև գործող անցնող 16 մարդկանց քաղաքացիությունը։ Նրանցից 5-ը ռուսներ են։ Կալանավորվածներ այս պահին չկան, 7 մարդու նկատմամբ խափանման միջոց բացակայելու արգելքն է կիրառվել, 9 հետախուզվում են։ Հայկական ակումբի հաղթանակով ավարտված խաղից կարճ ժամանակ անց սոցցանցերը հեղեղվեցին լուրերով, թե իբր լեհ երկրպագուները անկարգություններ են արել, կոտրել, ջարդել ու փշրել են։ Բոլոր ժամանակ անց սակայն եւ հայերը եւ լեհերը վստահեցրին, իրենց միջև ոչ մի միջադեպ չի եղել։ Ականատեսների խոսքով Երևանի փողոցներում լեհերին հետապնդել ու նրանց վրա հարձակվել է ռուսների մի խումբ։ Ականատեսները լեհական լրատվամիջոցին պատմել են, թե մի քանի տասնյակ հարձակվողները Սանկտ Պետերբուրգի զենիթի գույներով են եղել, մահակներ ու դանակներ են ունեցել, իսկ իրենք պարզապես պաշտպանվել են։ Legia.net կայքի գլխավոր խմբագիր Մարչին Շիմչիկը պատմել է, թե ռուսները տարբեր խմբերով խաղից հետո լեհերի էին փնտրում։ Ռուսաստանցիների գործողությունները նախապես ծրագրված էին թվում, հարձակվողները մի քանի տասնյակ էին, իսկ Սանկտ Պետերբուրգի ու Երևանի միջև հեռավորությունը մոտ 3000 կիլոմետր է, այսինքն նրանց հայտնվելը պատահական չէր կարող լինել։ Տարածված թերևս միակ տեսանյութի մեջ, որը հենց հարձակվողներն են նկարահանել, ռուսերեն հայհոյանքներ են հնչում ու կոտրվող ապակու ձայներ։ Պաշտոնական Վարշավան տեղեկացրել է, թե գործով Լեհաստանի հյուպատոսն է զբաղվում։ Արտգործնախարարության խոսնակն այլ մանրամասներ չի հայտնել, միայն հավելել է, թե հայերը բարի կամք են դրսևորել եւ օգնել են իրենց։ Ծեծկրտուքից հետո հայկական տարբեր լրատվամիջոցներ սակայն միայն լեհերի մասնակցության մասին են գրել, պնդելով, թե նրանք խուլիգանություն են արել։ Կիրակի Վարշավայում Լեգիայի տնային հանդիպմանը ներկաները կարող էին համոզվել, հայերի ու լեհերի միջև խնդիր չի եղել։ Լեգիայի երկրպագուները մեծ պաստառ էին պարզել, շնորհակալություն հայտնելով հայ երկրպագուներին։ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմից հետո ոչ ռուսական ակումբները, ոչ էլ ազգային հավաքականը UEFA-ի որոշմամբ միջազգային մրցաշարերին չեն մասնակցում։ Տեղի ունեցածը ֆուտբոլային ոդքասթում շատ պատկերավոր ներկայացրել է սպորտային լրագրող Ռոբերտ Մարկոսյանը։ Եվրոպական ֆուտբոլին կարոտ մնացած ռուսական Զենիթի երկրպագուները իմանալով, որ Հայաստանում Լեգիան է խաղալու եւ այդ վայրագություններին կարոտ մնալով եկել են Հայաստան եւ գիշերը նութության քողի ներքո հարձակվել են Լեգիայի երկրպագուների վրա մոտ 100 հոգով 40 հոգանոց խմբի վրա, ինչի արդյունքում որոշներ ստացել են մարմնական վնասվածքներ, որոշները հայտնվել են ոստիկանության բաժանմունքում։ Լավ կռվել են։ Ռուս ու լեհ երկրպագուների միջև բախումները նորություն չեն։ Երկու կողմն էլ այսպես կոչված ֆուտբոլային խուլիգաններ ունի, որոնք հաճախ կռիվների մեջ են ընկնում։ 2012-ին Եվրոպայի առաջնության Լեհաստան-Ռուսաստան հանդիպումը զանգվածային բախումներով էր ուղեկցվել, ավելի քան 100 մարդ էր ձերբակալվել։ Լարված հարաբերությունների պատճառը պատմության էջերում պետք է փնտրել։ Ցարական Ռուսաստանն իր տիրապետության տակ էր պահում Լեհաստանի մեծ մասը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը խորհրդային միության ազդեցության գոտում էր։ Շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն իրենց մաշկի վրա նաև լեհերն են զգում։ Ամիսներ առաջ ռուսական անօդաչուները խախտեցին Լեհաստանի օդային սահմանը։